Ձեր կարծիքով այս հետապնդումներով Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում եկեղեցուց։ Իմ կարծիքով նա եկել է իշխանություն, որպեսզի մեր երկիրը վերջնականապես կործանի։ Եվ այս հետապնդումներն էլ պարզ չի, եկեղեցին միակն է մնացել կառույցը, որի շուրջ համախմբված ենք բոլորս, մեր քրիստոնյաները, եւ նա անպայման պետք է նա էլ կարողանա, բայց չի կարողանալու, մենք թույլ չենք տա։ Շատ բան եմ ասելու, այս պահին ուղղակի չեմ կարող, կներեք, չի հաջողելու այդ սրիկան։ Շատ ճիշտ անում, ցավը տանեմ, ճիշտ անում։ Ես եկեղեցի կաթողիկոս չի, սա քաղաքական գործիչ է դառել, ինչ կաթողիկոս։ Համոց չի սրբազանները, ես ինչ են անում, մեկը պահանջում է հեղափոխություն, մյուսը մարդկանց սպանենք, որ մենք գանք։ Կներես ցավը տան, բայց շատ ճիշտ անում Փաշինյանը։ Ոչ թե Փաշինյանը, այլ պետություն։ Ամեկ մարտիրացիով ինչ ասեմ։ Ներով Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում եկեղեցուց։ Անունը չեմ ուզում ասեմ։ Չեմ մանեմ ես ինչ է ուզում, չեմ կարող ասել։ Ես չգիտեմ ինչ են ուզում ինձից, բայց չեմ ուզում նման հարցերի պատասխանել։ Ես լավ տեղեր չեմ։ Ճիշտն ասած ինչ է ուզում։ Հետո մենք պետք է որոշենք։ Չեմ աճ։ Ես հույր եմ ես երկրում, ոչ մի բանից տեղակ չեմ։ Չեմ նայում երոստատուկ, չեմ նայում։ Չէ, դարձվում։ Իրան պետք է հետապնդեն, տանեն մի տեղ փագեն, որ իմանա այդ ինչ է ուզում։ Սրբա պիղծ մարդ։ Ես տենց եմ անվանում։ Եթե հերթը կպել է եկեղեցուն, ինչ ասեն սպիրտը։ Հալալա Ալիևին աղեղսյա։ Հալալա։ Ինչ ուզեց արեց մեր գլխին։ Հիմա էլ էտա թողավակի։ Հերթ իրան էլ է գալուն, էշի որ չի գալու, էդ հաստատ։ Կտենայինք հետո իր ահալը։ Են որ սաղին տանում կողմա պատվալները, սպասեք գլուխները կջարդեն բերանները, կտապալեմ գետնին, ինքը կհասնի էդ օրնա, իրան կտապալեն գետնին։ Մի քիչ պրոստ ներվա պետք որ հասնենք այդ օրվան աշները ստենալ, անկեղծությամբ եմ ասում, այնքան վիրավորված, այնքան չգիտեմ ինչ եղած ենք արդեն, որ այս սեղները սա հասել։ Մարդ դաժը վախմա կամերայի առաջ խոսա, կավական քեզ էլ տնից հավաքեն տանեն։ Էշմիածի սուրբ ես մեզ։ Էտա։ Իսկ եմ մնացածը ես չգիտեմ, թող Աստված իրանց հետ, Աստված իրանց հետ։ Եթե մենք այսօր ինչքան գործարար մարդիկ ունենք, մեկը Բաքվում է փակված, մեկը ստեղ է փակված, էլ ինչ ասես այս երկրից ու այս պետությունից, ոչ մի բան ասելու չկա, ոչ մի բան։ Պրոստը պետք է համբերություն ունենանք ու դիմանանք, այդքան բան։ Ասում եմ ինքը, այնքան որ ստեղի ամբիոնից սաղին ծակնա մցնում, տապալում է, գնում է Ալիևի դիմաց կանգնում է, կուզանում, խեղճանում է, բանի Մալդավիայի նախագահի առաջ խեղճանում է, ինչքան նախագահ կա խեղճանա, գալիս տեղ դառնում է այրոց։ Չեմ անում, ինչ որ դեմ է կանգնել, բանի։ Հետապնդումներ է անում, հոգևորականներ է ձերբակալում։ Դե ինչ ասեմ, այ մեռնեմ քեզ 90 տարեկան եմ ես, այդ բոլորը տեսել եմ, հասկանում եք, եղել եմ, բոլոր տեղերը եղել եմ, սկսած են վանից մեղրից սկսած մինչև Երևան։ Ինչ ասեմ, եթե անում է թողանի, ով չի արել, Գորբաչովը չի արել, Նապոլեոնը չի արել, Գիտլերը չի արել, բայց ով Նորմալ է դա։ Իհարկե նորմալ չի։ Իհարկե նորմալ չի։ Էշմիածինը պիտի փակեք, որ էշմիածինը չգնանք արդեն։ Լավ մնացեք, մեռնեմ ձեզ։ Լավ մնացեք, ոչինչ, թող ասեն։ Որտեղ չեն տեսել։ Իմ մանկությունը այս տրամվայի գծերի մեջ է անցել այստեղի։ Ամբողջ միջը Պոնչիկ անոցը։